Եվ քաղաքականապես եւ տեխնիկապես Հայաստանը ըստ փոխարտգործնախարարի պատրաստ է Թուրքիայի հետ սահմաններ բացել։ Վահան Կոստանյանը, որ այս տարի միայնակ էր մեր երկիրը ներկայացնում Անտալիայի դիվանագիտական համաժողովում, այս մասին հայտարարել է թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում, հավելելով, որ գործընթացն այժմ կախված է Թուրքիայից։ Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ նշանակել դեսպաններ, սակայն կարգավորման գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Առաջնահերթությունների շարքում փոխարտգործնախարարն արձանագրել է հայ-թուրքական սահմանի մարգարե Ալիջան հատման կետն ու նաև նշել, թե շարունակում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական աշխատանքները։ Մարգարե Ալիջանն է հայ-թուրքական սահմանը պինդ զոդված այս դարպասները երրորդ պետությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը, որ ըստ մասնագետների մեծ հաշվարկով չէր նշանակելու տարածաշրջանի ապաշրջափակում, հարաբերությունները կարգավորելու չորրորդ փորձի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլեչը դեռ 2022-ին էին ձեռք բերել, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը, այն առ այս պահը փակ է մնում, որովհետև թուրքական կողմը հապաղում է, ընդ որում այս կարծիքին են ինչպես փորձագիտական վերլուծական համայնքում, այնպես էլ այն արդեն փաստացի կիսում են նաև Հայաստանի իշխանությունները։ Օրերս հենց ինքը բանագնաց Ռուբինյանն էր նաև հայտարարություն արել։ Խաղաղություն հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչում նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Մինչև իսկ Էրդողանը խոստացավ Երևան Անկարա հարցերը լուծելու համար խորհրդանշական քայլեր անել, բայց այն մնաց միայն իբրև հայտարարություն։ Թուրք պաշտոնյաները վրա հասան իրենց դուռը թակելու համար։ Այնուամենայնիվ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրած լինեն։ Քաղաքագետն ասում է, նախ Անկարան Երևանի հետ եւ ոչ մի անգամ առանց նախապայմանների չի բանակցել։ Բացի այդ, որքան էլ Հայաստանի իշխանություններն առաջնորդվեին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներն իրարից տարանջատելու սկզբունքով, այն ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին չէր ստիպելու շարժվել նույն կերպ։ Այստեղ որևէ այսպես արտառոց բան չկա, որովհետև Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են հստակ նախապայմաններով եւ այդ նախապայմաններն են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված կարող է հայ-թուրքական հարաբերություններում այսպես պայմանական բեկում լինել։ Այդ բեկումը պայմանավորված է հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման փաստից։ Կլինի կնքման փաստը հնարավոր է Թուրքիան որոշակի սիմվոլիկ քայլեր անի, դարձյալ լիակատար այսպես ապաշրջափակում չապահովելով։ Չի լինի, ես կարծում եմ Թուրքիան այսպես հույսի պատուհանը բաց թողելով շարունակի ներկայից իր վարքագիծը։ Իսկ որ սցենարն է առավել հավանական, խորհրդարանի խոսնակը Ստամբուլում է հայտարարում, մեջբերում ակնհայտորեն չեն կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի, այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք, դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույն է գործընթացը չավարտվեց։ Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։ Մարգարե Ալիջան հայ-թուրքական դռները հիմա ոչ միայն սահմանագիծ են, այլև տարածաշրջանային հաշվարկների խորհրդանիշ, թե երբ եւ ինչ պայմաններում կբացվեն, շարունակում է մնալ անորոշ, իսկ գործընթացը կախված է այն քաղաքական կամքից, որը դեռ պետք է դրսևորվի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր ձևաչափերով այցեր եւ հանդիպումներ Բաքվում։ Ռուսական կողմը հայտարարում է, թե ամրացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ավելին Օվերչուկը հայտնել է, թե ռուս գործարարները հետաքրքրված են Արցախից օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Սա ըստ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքի դեռ չի նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավացել են, քանի որ դեռևս ռուսական կողմն է այցելում Բաքու։
Մյուս կողմից Ռուսաստանին ձեռնտու է այս պահին գոնե թե իր ազդեցությունը որոշակի գործիքներով, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ դա հատկապես տնտեսական գործիքներն են, լոգիստիկ գործիքներն են, որոնց միջոցով փորձ է անելու Ռուսաստանը կրկին վերադառնալ տարածաշրջան։ Ռուսաստանն ըստ փորձագետների դեռ չի վերականգնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը իդեմս Ալիևի շարունակում է վեր թռչել, քանի որ Արևմուտքի եւ իր մեծ եղբայր Թուրքիայի հովանու տակ է։ Ադրբեջանի հետ հարաբերությունները Ռուսաստանը լեզ չի կարող լավացնել, որովհետև Ադրբեջանը ամբողջովին թեքված է դեպի արևմուտք։ Ադրբեջանը ինքնին որպես քաղաքական միավոր գոյություն չունի, դա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։ Ռուսաստանը դա չի ցանկանում ընդունել, Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանը ընդունել առանձին հարաբերություն, Թուրքիայի առանձին հարաբերություն։ Ըստ վերլուծաբանների, եթե Մերձավոր Արևելքում Իրանը պատերազմում վերջնականապես չպարտվի, Ադրբեջանը իրեն փորձելու է ապահովել տարածաշրջանում, այդ թվում հարաբերությունները կարգավորել, բալանսավորել նաև Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում արդեն ձևավորվել է կայուն պատկերացում, որ Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու նպատակով պետք է բանակցի մեկ կողմի հետ եւ այդ կողմը Ադրբեջանն է։ Այս առումով ըստ քաղաքագետի Հայաստանը խոցելի վիճակում է, որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտնեն, թե բալանսավորված է հարաբերությունը Ռուսաստանի հետ, դա այդպես չէ։ Ցավոք սրտի այն քաղաքականությունը, որը վարվում է, հատկապես կոնֆրոնտացիոն բնույթը, հատկապես այսպես բլոկային, ոչ բլոկային քաղաքական գիծը, որը բավական ռեակցիոն է Հայաստանի իշխանությունների կողմից վարվում, ԵՄ, ԵԱՏՄ հակասությունների սրումը, սրանք բոլորը վկայում են այն մասին, որ Հայաստանը չի վարում բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը իսկապես Հայաստանի համար բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Այնպես չի, որ եթե Ռուսաստան-Ադրբեջանի հարաբերությունները փորձի լավացնել, դա անպայման Հայաստանի համար վատ է լինելու կամ լավ է լինելու։ Սև սպիտակ չի, սա ավելի բարդ հարաբերություններ է։ Հայաստան ճիշտ ասած մի քիչ անորոշ է ընդհանրապես ինչ քաղաքականություն է վարում։ Ոնց որ հասկանում ենք Ռուսաստանից մի կողմ է գնում առանց հայտարարելու, բայց ոչ մի ուրիշ կողմ չի գնում։ Հայաստանը ոչ թե ինչ-որ կողմ է, Հայաստանը ինքը վերածվում է արդեն արևմուտքի գործիքի ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի իշխանությունը արտաքին ճակատում ասում է, թե խնդիր չունի Ռուսաստանի հետ համարելով բարեկամ երկիր։ Մյուս կողմից անընդհատ տեղեկություններ է տարածում, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Դա ըստ փորձագետի արդեն իսկ խոսում է թշնամանքի մասին։ Մի կողմից Հայաստանի քաղաքացին լսում է, որ Ռուսաստանը թշնամի է, մյուս կողմից Հայաստանի քաղաքացին լսում է, որ ռազմավարական դաշնակից է։ Այսինքն մենք այստեղ ունենք կազուս, որը բնականաբար իշխանությունների կողմից վարվող այս հախուռն ռեակցիոն արտաքին քաղաքականության հետևանքն է։ Ըստ փորձագետների պետք չէ ներքին դիսկուրսում Ռուսաստանին թշնամի դասել քաղաքական դիվիդենդներ շահելու համար։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը Հայաստանում հիմնականում տրվել է, եւ առաջին բանը, ինչին բախվում են հիմա ֆերմերները, տոտալ թանկությունն է։ Խոսքը գյուղոլորտին առնչվող նյութերի գնաճի մասին է՝ սերմացու, վառելիք, պարարտանյութ։ Կարտոֆիլի տնգանյութը Եվրոպայից գալիս հասնում է Հայաստան 1300-ից 1400 եվրո։ 1000 եվրոն չեն հասնում, 800 եվրո է եղել։ Հայաստանում այս շուկաներում որոշիչ դեր ունեն Իրանում արտադրված եւ Իրանի տարածքով ներկրված ապրանքները։ Երկու դեպքում էլ բնականաբար մեծ խնդիրներ են առաջացել Իրանում ծավալվող պատերազմի ֆոնին։ Այս պայմաններում կառավարությունն օրերս հաստատել է մի որոշում, որով ամբողջությամբ սուբսիդավորվող վարկերներ գրավելու հնարավորություն է տալիս ֆերմերներին։ Շահառուն ծրագրին մասնակցելու համար ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր տեղեկանք վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Յուրաքանչյուր շահառուի տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-ից 2 միլիոն դրամ։ Վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում։ Յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։ Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14% տոկոսադրույքով, սակայն շահառուի կողմից վճարման ենթակա տոկոսադրույքը կկազմի 0%։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։ Վարկի մայր գումարի առաջին մարումն ըստ նախագծի պետք է իրականացվի այն տրամադրելուց 6 ամիս հետո։ Վարկերի մարման գործընթացն իրականացվելու է մայր գումարի ամսական վճարման եղանակով։ Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր եւ տուգանքներ չեն սահմանվում։ Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը նպատակային չի օգտագործվել։ Այն է գյուղատնտեսության եւ ագրովերամշակման համար կամ եթե շահառուի կողմից տրամադրվել է կեղծ տեղեկատվություն եւ դա բացահայտվել է վարկի տրամադրումից հետո։ Տոկոսագումարի սուբսիդավորումը դադարեցվում է նաեւ, եթե 1 տարվա կտրվածքով վարկառուն 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ է կուտակել։ Բոլոր այս դեպքերում ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառույցից։
կառույց։ Այս նախագծի իրականացման համար հատկացվելու է 40 միլիարդ դրամ։ Քիչ փող չէ։ Եթե բաժանեն 2 միլիոն դրամի, կստացվի մոտ 24,000 շահառու։ Հարց. իսկ ովքեր իրականում կկարողանան օգտվել այս նախագծից։ Մարդիկի վիճակի չեն հիմնականում մարդը վարկ վերցնելու բոլորը հիմնականում ժամկետանց կամ սերցուցակում են, ազնվորեն պետք է տանեն կամ մի ժամկետանց վարկ հակեն, կամ էլ որ արդեն ելնելու է ժամկետան ու որի որ տոկոսը բարձր է։ Իշխանն էլ ուզում է թղթի վրա բերեն, թե չգիտեմ իրան գյուղատնտեսության մեջ ինչ են անելու։ Ժողովրդին նախընտրական ինչ-որ բան են ուզում հրամցնել։ Խնդիրն այն է, որ էժան փողը միակ գործոնը չէ, որից կախված է ֆերմերների ստանալի եկամուտը։ Ավելին, մինչև փողը պետք է ապահովված լինեն պայմաններ, որպեսզի որևէ մեկն ուզենա զբաղվել գյուղատնտեսությամբ, նշում են փորձագետները։ Մարդը չունի պայմանագրեր, որ ժամանակում պետքա մթերումները իր ունեցած ապրանքը հանձնի։ Մարդը չունի պայմանագիր, որ ցրտարությունից, կարկուտից պետքա ծախսերի փոխհատուցում ստանա։ Մարդը չունի, որ իր անասունը կարող է առանց հիվանդության, առանց խնդիրների բուծել եւ մթերել։ Եթե չեն ապահովվում այս պայմանները, ապա փոքր չէ հավանականությունը, որ մարդը կունենա բերք, որը կոչնչանա կարկուտի հետևանքով կամ կգնի խոշոր եղջերավոր անասուն, որը կստատկի հիվանդությունից։ Հետո բոլոր այս դեպքերում մարդը նորից կկանգնի սեփական գույքը կորցնելու վտանգի առաջ, որովհետև սուբսիդավորումով թե առանց սուբսիդավորման վարկի գումարը միևնույն է, ստիպված է լինելու վերադարձնել։ Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանություն։ Եթե էլեկտրամոբիլն ունի էլեկտրոնային անձնագիր, գույքահարկը հաշվարկվում է այնտեղ նշված տվյալների հիման վրա։ Այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում կիրառվում է հաշվարկման նոր բանաձև։ Մինչև 250 դիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի, 251 դիաուժ եւ բարձր հզորության դեպքում կիրառվում է երկփուլ հաշվարկ։ Առաջին 250 դիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի, ապա արդյունքները գումարվում են։ Շտաբ բուժօգնության աշխատակիցներին կտրամադրվի 40,000 դրամ միանվագ պարգևատրում։ Փոփոխությունը կապված է աշխատավարձերի բարձրացման հաշվարկների հետ, որոնք իրականացվել են մարտի 1-ից։ Քանի որ աշխատակիցներն արդեն ստացել են մարտ ամսվա աշխատավարձը, նախատեսվել է միանվագ վճարում տարբերությունը փոխհատուցելու նպատակով։ Բժիշկների, բուժքույրերի եւ ֆելդշերների համար նախատեսված է մոտ 20% աճ, իսկ գծային բրիգադների վարորդների համար 30%։ Երևանում տրանսպորտային վճարումների հավաքագրումը վերջին 2 շաբաթում աճել է 235 միլիոն դրամով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Փոփոխությունը կապված է վճարման նոր մեխանիզմի ներդրման հետ, որը նպաստել է կարգապահության բարձրացմանը եւ նախկինում չվճարող ուղևորների ներգրավմանը։ Հավաքագրված լրացուցիչ միջոցները համարժեք են մոտ 8 նոր ավտոբուսի արժեքին։ Հավաքագրումների աճը կազմել է շուրջ 29.9%։ Հայաստանում ոչնչացվել է Nestlé ընկերության նանապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբականակը։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ ՍԱՏՄ-ից նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքներով որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել ամբողջ խմբականակը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Հիշեցնենք, Nestlé ընկերությունը հունվարի 9-ից համաշխարհային մակարդակով հետ էր կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ։ Խնդիրը կապված էր տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ։ Առողջվածային դեպք է տեղի ունեցել ապրիլի 18-ին Նուբարաշեն աղբավայրում։ Պայթյուն ու նաև հրդեհ է եղել։ Նախնական տեղեկություններով աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսն են վառել, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյուն հետևանքով տեսնում եք, հեսա առաստաղը այդ վառված հետքեր էլ կան, լարերի վրա վառված հետքեր էլ կան, առաստաղնա եւ առաստաղից դուրս շպրտված այս պարագաներն էլի։ Աղբավայրի տնօրենը 36-ամյա Սարգիս Խաչատրյանն ու աղբավայրի աշխատակիցը 54-ամյա Այդիկ Միսակյանը տեղափոխվել են մեկը այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսն էլ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր, առավոտյան, բայց փոքր դերական դինամիկա կա, 15% ախտահարում ամաշկի եւ ձեռքերի եւ դեմքի շրջանում, կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են այս պահին, կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով։ Սանանգույցի հատվածում
գոյողագծի միջոցով բիոգազի, շմոնգազի կուտակումը տեղի ունեցել, որը որ հանդիսացել է այդ պայթյունի առաջացման հետևանքը առաջացել։ Նուբարաշենում տեղի ունեցած դեպքին Երևանի քաղաքապետն է անդրադարձել, նշելով, որ վտանգավոր միջավայրը պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Անվտանգության ամենաբարձր կանոնները պետք է պահպանվեն։ Իրականում աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, դա տեսանելի է, դա շատ կոնկրետ է, բայց նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության կանոնների հետ կապված դեռևս անելիք ունենք ու այդ անելիքները շատ են։ Իսկ նման դեպքերը բացառելու համար ըստ Տիգրան Ավինյանի աղբավայրում ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացվի։ Տները ջուր չունեն, ջուրը երկրորդ օրն է գնում կորում է։ Էրեբունի ազատամարտիկների երրորդ նրբանցքում արտակարգ վիճակ է։ Մի քանի օր վթարի հետևանքով խմելու ջուրն աննպատակ հոսում է։ Բնակիչների խոսքով անիմաստ ջրի կորուստ կա։ Ստենայ։ Սենսել էտմա մյուս ցավալի է նաև այն, որ այս վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Էրեբունի թաղապետի նստավայրը, պարոն Հակոբ Բալայան, Հակոբ Բալայանի նստավայրը ու բնակիչները նշում են, որ թաղապետարանել են ասել, սակայն ոչ մի օգուտ։ Քաղաքացիները ձեռքները ծալած չեն նստել սկզբում վթարի մասին հեռախոսով, հետո էլ բնակիչներով անձամբ գնացել են Վեոլիա ջուր տեղեկացրել խնդրի մասին։ Ասել են 5-ից 10 օրվա ընթացքում կմոտենա, վթարը կվերացնեն։ Քաղաքացիներն էլ զայրացած են այս պատասխանից, քանի որ ժամանակավոր լուծում չեն առաջարկում, իսկ ջուրն այդ օրերին շարունակում է հոսել։ Այսինքն 5-ից 10 օրվա ընթացքում ասպան նոր գալու ենք։ Ջուրն էլ գնա կորի։ Խմելու ջուրը լստենայ։ Սենց գնում է։ Հրապարակումից կարճ ժամանակ Երևանի քաղաքապետի եւ ՀՑԿՀ նախագահի միջամտությամբ Վեոլիա ջուր ընկերության աշխատակիցները մի քանի ժամում արագ ու օպերատիվ խնդիր լուծել են։